լավ չգիտակցելով, թե որտեղից է հղումը ուղարկված եւ այնտեղ լրացնում են իրենց անձնական տվյալները։ Շատ ժամանակ ներկայանում են զեղծարարները ֆինանսական հաստատությունների անվամբ, փորձում են օրինակ դեպք բերեն, որ ավելի հասանելի լինի, հա, հասարակությանը։ Այսպիսի դեպքեր ունենք, երբ որ զանգում են բանկի անունից են ներկայանում, ասում են ձեր անունով օրինակ վարկ է ձևակերպվել եւ որպեսզի կարողանանք այդ վարկը չեղարկենք, դուք պետքա մուտք գործեք հղումով, կեղծ հղում են ուղարկում եւ լրացնեք օրինակ ձեր մոբայլ բենքինգի լոգինը, ձեր մոբայլ բենքինգի պարոլը, նման տվյալներ, հետո անվտանգության կոդերն են ստանում, ասում են դա էլ պետքա լրացնեք, որպեսզի չեղարկենք այդ վարկը։ Այսպիսով տարբեր տվյալներ լրացնելով սպառողները տրամադրելով իրենց տվյալները դառնում են խարդախության զոհ։ Դա մեկ օրինակ է, հաջորդ օրինակ, ասենք մարդը առաքանի է նամատեստանում, որ դուք առաքանի ունեք, եւ ստանալու համար պետք է մուտք գործեք, ձեր տվյալները կլրացնեք, ուրիշ ինչ օրինակներ գիտեք։ Այո, դա օրինակներից մեկն է, ցավոք սրտի դեռ դեպքեր ունենք, երբ որ օրինակ ներկայանում են որպես այլ երկրի քաղաքացի եւ ասում են, որ ժառանգություն ունեք ստացած եւ փոխանցումներ պետքա կատարեք, սա շատ աշխարհում տարածված դեպք է, բայց դեռևս Հայաստանում ունենք այդպիսի դեպքեր, որ նորից կարողանում են վստահությունը չարախշահելու միջոցով գումարներ կորզել սպառողներից։ Դե ինչպես նշեց մեր գործընկերը, նաեւ կրիպտո ներդրումների առաջարկներով են շատ ժամանակ խափում ու այդպես հասանելիություն տալիս կամ ուղարկում են օրինակ բացի փոստի առաքանուց նաև լիստեյեմով օրինակ երբ որ հայտարարություններ են սպառողները տալիս, ենթադրենք ինչ որ տուն ունեն վաճառելու կամ ինչ որ այլ գույք, մյուս կողմը զեղծարարը կապնվում է իրենց հետ, ասում է որպեսզի դուք գումարը ստանաք, կանխավճարը ենթադրենք, նորից հղում են ուղարկում, ասում են ձեր տվյալները, քարտի տվյալները լրացրեք օրինակ, կամ լրացրեք մյուս անձնական այլ տվյալներ, որպեսզի ձեզ կանխավճար փոխանցեն։ Սա էլ շատ տարածված դեպք է էլի ներկայումս։ Ինչ հետաքրքիր է տարեկան ընդհանուր վարկերի ձևակերպման կառուցվածքում քանի տոկոս են կազմում օնլայն վարկավորումը։ Ընդհանուր օնլայն վարկավորումը, այսպես ասենք, բանկերից կախված շատ տարբեր է ցուցանիշը, բայց հաշվի առնելով, որ աշխարհը տեխնոլոգիական զարգացում է ապրում, նաև օնլայն վարկավորման գործընթացն է ավելի ծավալը ավելի ընդգրկուն է, այսպես ասեմ, բանկեր ունենք 50%-ից ավել նույնիսկ սպառողական վարկերի ծավալումը խոսքը գնում, օնլայն վարկերն են կազմում, բնականաբար ավելի ամբողջական վարկավորման ծավալի մեջ ավելի փոքր է կազմում ինքը, քանակային էլ ավելի տենց բանկեր ունենք մինչև 60-70% են կազմում, տարբեր այդ ցուցանիշը, բայց հիմնականում կարող ենք ասել, որ կեսից ավելին սպառողական վարկերի մեջ։ Իսկ ունենք տվյալներ պատկեր, թե այդ օնլայն վարկավորման կառուցվածքում այն քաղաքացիներ, որոնք իրենց անձնական տվյալները կորցրել են եւ վարկ են ձևակերպել, իրենք քանի տոկոս են կազմում։ Այո, ունենք այդ տվյալները, այս պահին իրականում օնլայն վարկավորման ծավալները հաշվի առնելով շատ չնչին է այդ տոկոսը կազմում, 0.1% էլ չի կազմում ամբողջ ծավալը վարկավորման մեջ, շատ ավելի քիչ 0.1-ից, բայց այսպես ասեմ, եթե նայենք կենտրոնական բանկի տեսանկյունից, ճիշտ է ինքը ծավալը շատ փոքր է, բայց ամեն սպառողի վնասը շատ կարևոր է ամեն դեպքում ու ցանկացած դեպքում կենտրոնական բանկը վստահեցնում եմ, որ փորձում է դեպքը ամբողջությամբ ուսումնասիրի ու եթե որևիցե բանկի գործողություններում նկատվում է որևէ ոչ օրինական, ոչ իրավաչափ գործողություն, այս դեպքում բնականաբար հնարավորինս փորձում է սպառողին աջակցել։ Եկեք մեկ անգամ եւս հիշեցնենք կամ ներկայացնենք, թե ընդհանրապես օնլայն վարկավորումը ինչպես է տեղի ունենում եւ ինչ անձնական տվյալներ են անհրաժեշտ։ Այսինքն երբ քաղաքացուց ինչ որ մի այսպես զարտուղի ճանապարհով փորձում են անձնական տվյալները ստանալ, գոնե հասկանա, թե ինչ ծավալի ինֆորմացիա է տալիս եւ այդ ծավալով հենց կարող են վարկ ձևակերպել իր անունով։ Ինչ անձնական տվյալներ են։ Իրական ներողություն, ես պիտի դիտարկեմ։ Օնլայն վարկավորումը հնարավոր է ձևակերպել միայն
տվյալ կազմակերպության կամ բանկի հավելվածով, թե կայքում էլ հնարավոր է ցանկացած անձ մուտք գործել, տվյալներ լրացնել եւ ստանալ։ Եթե խոսում ենք անձնական տվյալներից, ապա տարբերություն իրականում չկա։ Հաճախորդը մոտենում է բանկ, թե on-line հարթակում է գործողությունը, կատարում վարկավորման կամ առհասարակ ցանկացած on-line գործարք կատարելիս։